Եթե թույլ կտակ մի դիտարկում անեմ, տեսեք, վերջի ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ օրենսդրական փոփոխությունները, որ կատարում են, Սերգեյ Խաչատրյան, ես ինքս հաշվապահական ընկերության տնօրեն եմ եւ օրենսդրական փոփոխությունների քննարկման բոլոր ֆորմատների մասնակցել եմ, մեր ձայնը լսելի չի եղել եւ հենց դրա հետ կապված եմ ուզում քիչ առաջ գործընկերս ներկայացրեց, թե ինչ խնդիրներ կառաջանա հաշվապահական իրավաբանական ընկերությունների մասով տարվա կեսից հարկման դաշտի փոփոխությունը չեմ ուզում կրկնվել, մեկ այլ ուրիշ բան եմ ուզում ասել, որ այսօր կառավարությունը ընդունում է օրենքներ եւ հետագայում հասկանում է, որ փոփոխությունները սխալ է կատարվել եւ որպես արդարացում նշում է, որ օրենքը պետք է ընդունենք, դրանից հետո կյանքի կոչվեն, որ հասկանանք, թե ինչ բացթողումներ կան։ Այնինչ, այդ փոփոխությունների նախագծի փուլում մենք բոլորս դիտարկումները ասում ենք, ինչպես տեսնում ենք այսօր բողոքի ակցիաներ են կատարվում հենց փոքր եւ միջին բիզնեսի կողմից, որ կյանքի կոչվել եւ մեծ խնդիրներ կան, նույնը միկրոձեռնարկատիրության համակարգի հետ կապված։ Մենք ժամանակին բոլոր խնդիրները բարձրացնեցին, չլսեցին, հետո սկսեցին նահանջ կատարել։ Այսօր էլ մենք ասում ենք, որ այս փոփոխությունների արդյունքում հարկային մուտքեր չեն ավելանալու, հակառակը օրինապահ հարկվճարողները անցնելու են ստվերի դաշտ։ Հետագայում, որպեսզի հետ չկանգնեն իրենց խոսքից, մենք այսօր ֆիքսում ենք, որ մենք արձանագրել ենք, նշել ենք, մտահոգությունները բարձրաձայնել ենք, որ այդ փոփոխությունները մի կատարեք։ Այսքանը։